Ողջույն գործարարիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Պարոն Լոկմագյոզյան, այսօր ուզում եմ խոսենք Թեշկիլատ Մասուսեի մասին, հատուկ կազմակերպություն, հա, ես մի փոքր ներկայացնեմ իմ իմացությամբ ինչ է ինքը իրենից ներկայացնում, եթե սխալվեմ, խնդրում եմ ուղղեք ինձ, ինքը Օսմանյան կայսրության կողմից ստեղծված հատուկ կազմակերպություն է, որը զբաղվում էր հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ինչպես նաև պրոպագանդայով, եւ ինքը հիմնադրվել էր Էնվեր Փաշայի կողմից, հա, եւ երիտթուրքերի կոմիտեի կողմից, եւ ինքը ուներ այսպես աշխարհագրական գործողությունների աշխարհագրական ընդգրկուն արեալ Եգիպտոսից մինչև ցարական Ռուսաստան, Պարսկաստան, եւ հարցս հետեւյալն է, այդ կազմակերպության ստեղծումը արդյոք ինքը հենց պատերազմական ժամանակաշրջանում գործողությունների համար էր, թե ինչ որ ուրիշ ավելի ընդգրկուն ինքը նպատակներ ուներ, որովհետև շատ եմ կարդացել դրա մասին, երբ կարդում էի զրույցի համար նյութեր, այնտեղ ասվում էր, որ այդ դրանով տարվող պրոպագանդայի միջոցով փորձվում էր, այսպես ասած, այդ օսմանիզմը, հա, օսմանական կայսերականությունը, այդ գաղափարախոսությունը տեղափոխել ավելի շատ պանթյուրքական դաշտ պրոպագանդայի միջոցով, ինչ էր իրականում ինքը իրենից ներկայացնում եւ իր բուն նպատակների մասին խոսենք այդ կազմակերպության։ Օսմանյան կայսրություն, որ ասում ենք, հատկապես Թեշկիլատը Մասուսայի հետ կապված, պետք է ասել, որ Օսմանյան կայսրության վերջի ժամանակաշրջանում ստեղծված է, դա նախկին Օսմանյան կայսրության հետ կապ չունի, ինչպես ասեցիք, երիտթուրքերի ժամանակաշրջանում, իսկ երիտթուրքերի ժամանակաշրջանը մի հատուկ ժամանակաշրջան էր, այսինքն երիտթուրքերը այնքան էլ Օսմանյան կայսրության նախկին ձևով շարունակության ջադակովը չէին, այլ նոր պետություն ստեղծելու նպատակով։ Նրանց միջև ներսում էլ կային, չէ՞, հակասություններ, ինչպիսին պիտի լինի այդ պետությունը։ Իհարկե, նման դեպքերում այդպես լինում է, հակասություններ լինում են, հակառակ կարծիքներ են լինում, անգամ ես ասեմ, որ հենց հայոց ցեղասպանության հետ կապված տարբեր կարծիքներ կային, երկու խումբ կար, մեկը ուզում էր հայոց հարցը լուծել արյուն հոսեցնելով, մյուսը ուզում էր այդ հարցը լուծել ավելի առանց արյան հեղեղների լուծել, քանի որ հայերը Օսմանյան կայսրության կարելի ասել սկզբից մինչև վերջ հենց ամենակարևոր ժողովուրդն էին Օսմանյան կայսրության մեջ, որոնք թե ջարդարարվեստը եւ ջարդարապետությունը եւ ամբողջ տնտեսությունը իրենք էին պահում, իրենք էին առաջ տանում այդ կայսրությունը, եթե հայերը չլինեին, կարելի է ասել, որ Օսմանյան կայսրությունն էլ երևի երկար կյանք չունենար։ Իմիջիալոց դա ավելի հինն էլ կարանք նայենք, ասենք Սելջուկյան ժամանակաշրջանից, տանիշմենտներ, օրինակ ակքոյնուներ, քարակոյնուներ եւ այլն միշտ այդպես է եղել եւ բոլորն էլ ջանացել են հայերին իրենց դարաշրջանի մեջ լոյալությունը շահել է, ոչ միայն լոյալությունը, քանի որ արարող ձեռքեր էին իրենք, արարող ուղեղ էր հայերը եւ լինում է որ ասենք իրար հետ էին գրվում, իրար հետ էին պատերազմում եւ այդ պատերազմի ընթացքում մեկը մյուսից ասենք 50-100,000 հայ վերցնում տեղափոխում էր իր տարածքը, այս անգամ մյուսը գալիս էր սրա տարածքից 50-100,000 հայ իր տարածքներ դանում, որովհետև իրենք էին, ինչպես ասենք, արարող ձեռքերը եւ ինչպես ճանաչված են հայերը միլլեթի սադկա, այսինքն հավատարիմ ազգ, հավատարիմ ժողովուրդ։ Իրենք միշտ լոյալ են եղել, միշտ հավատարիմ եղել իշխանությանը եւ մինչև ինչ որ մի շրջան շատ լավ է եղել հարաբերությունները թե դանիշմենտների թե ակքոյնու քարակոյնու կամ սելջուկյան եւ օսմանյան ղեկավարների հետ, որովհետեւ իրար հետ համագործակցել են, հայերը լավ են ապրել, դրա շնորհիվ բաներ օսմանցիներն էլ լավ են ապրել, իշխանությունը լավ կարողացել է հանգիստ ղեկավարել, որովհետեւ հենվել է հենց հայ տարի վրա, իմացել են որ երկիրը բահում են իրենք, մենք էլ զենքով ենք բահում, իրենք գործով են բահում, մենք զենքով ենք բահում, շատ լավ է։
Հետագայում կամաց փոխվեց, երբ որ սկսեց գրոնքը ավելի առաջ մղվել եւ ինչ որ գրոնամետ կամ իսլամամետ ավելի թունդ ղեկավարներ եկան, սուլտաններ եկան, դրանից հետո սկսեց փոխվել այդ դիրքորոշումը եւ կամաց սկսեց արդեն Օսմանյան գայսրություններ անգում ապրել։ Երբ որ անգումը այն վիճակի հասավ, որ Օսմանյան գայսրությունը արդեն շատ տարածքներ էր գործրել, Եվրոպայի ամբողջ տարածքը համարյա թե գործրել էր, մնացել էր մի բանը Տրակիայի տարածքը, Հունաստան, Բուլղարիա եւ այլն բոլորն է գործրել էին։ Դու ամենաերկարը մնաց Մերձավոր Արևելքում, չէ՞, արաբական տարածքը, երբ որ գործրեցին Աֆրիկան, ամբողջ Աֆրիկան արաբական պետությունները, մնացին ինչպես դուք ասեցիք Հիջազը, նախկին Հիջազ կոչված, այսօրվա Սաուդի Արաբիստանը, Հորդանանը, Սիրիան, Լիբանանը եւ այլն, այո, Եմեն, կամ էլ Եմեն էին ասում նաեւ, ընդհանուր Եմեն էր կոչվում կամ Հիջազ էր կոչվում։ Երկաթուղին էլ օրինակ կոչվում էին Հիջազի երկաթուղի։ Եվ այդ տարածքը մած եւ այսօրվա Թուրքիայի տարածքը Արևմտահայաստանով եւ մի քիչ այդ եվրոպական Տրակիայի տարածքով ամեն ինչ գործրել են եւ այդ ժամանակ իշխանության եկան, դա էլ է մի առանձին պատմություն իհարկե ինչպես իշխանության եկան երիտ թուրքերը որտեղից էին, երիտ թուրքական գազագերբությունը Թեսալոնիկիից, այսինքն այսօրվա Սելանիկ Սալոնիկի կամ թուրքերեն Սելանիկ քաղաքից, որը այն ժամանակ դեռ Օսմանյան գայսրության տարածքի մեջ էր, բայց այսօր Հունաստանի քաղաք է եւ միշտ էլ հունական քաղաք է եղել, իհարկե այնտեղ իհայտ եկավ եւ հետո ինչ որ մի հեղաշրջումով իշխանության եկան իրենք, նաեւ քիչ թե շատ արյունալի գրիվով դավով, այսինքն իշխանության գալուց հետո իրենք արդեն սկսեցին նոր քաղաքականություն որդեգրել, այդ ընթացքում իրենք հայերի հետ էլ սերտ հարաբերության մեջ էին, դուք գիտեք բանը երիտ թուրքերի գուսակցությունը Իտահադը թերակին Դաշնակցության հետ լավ էր, իսկ կար նաև ուրիշ կուսակցություն, նրանք էլ հնչակների հետ լավ էին եւ իրենց գործերին առաջ էին դանում, նաև հայերի հետ այդ բարեկամությունը օգտագործելով, իհարկե միայն հայերը չեն այս բանի մեջ, այլ կային ալբանացիները, հույները, բուլղարները, մակեդոնները եւ այլն, այսինքն Բալկանները այդ ժողովուրդները, որոնք գերեքվում էին եւ որոնք ազատություն էին ուզում։ Այնպիսի գարձիկ ստեղծվեց, որ ամեն ինչի մեղավորը սուլտանն է, Աբդուլհամիդը իհարկե այն ժամանակ, Աբդուլհամիդ երկրորդը Եվ եթե Աբդուլհամիդը չլինի, ամեն ինչ լավ է լինելու, բոլորն էլ հանգիստ են ապրելու։ Դրա համար իրար հետ իմիջիալոց այդ Աբդուլհամիդի դեմ այդ մահափորձը նշանավոր, այնպես է այսօր խոսում, դե կարծեք թե հայերն են արել, բայց ոչ, հայերը չարեցին, հայերը այո, շատ կարևոր դերակատարություն ունեին, սակայն Իտահատերակին հայերը բուլղարները կային, հույները կային, մակեդոնները կային եւ այլն, այս մի մեծ, ասենք, terroristական խումբ էր, որը կազմել էին, որ Աբդուլհամիդին սպանել։ Չնայած վերջում հաջողեցին իրենք իշխանության գալ, բայց երբ որ իշխանության եկան, փոխվեց իրենց ցույց տված ծրագիրը, իրենց իսկական ծրագիրը սկսեցին արդեն գործադրել, գիտեք այն ժամանակ Ադանայի դեպքը կատարվեց, 30,000 հայ սպանվեցին, եւ դա հենց այդ ազատություն, եղբայրություն բերող Իտիհադ թերակի, այսինքն երիտ թուրքերի ժամանակ էր, իշխանության ժամանակ էր։ Դա առաջի փորձն էր, առաջի գործունեությունը, դրանից հետո արդեն հարաբերությունները մի քիչ վատացան այդ Դաշնակցության եւ Իտիհադ թերակի միջև, սակայն փորձեցին շարունակել։ Սակայն Իտիհադ թերակին երիտ թուրքերը դարբեր ծրագիրներ ունեին, այդ ծրագիրներից մեկը ազգային պետություն ստեղծելն էր, քանի որ Օսմանյան գայսրությունը ազգային պետություն չէր, դրա մասին մենք խոսել ենք, ազգային պետություն էին ուզում ստեղծեն եւ թուրքականության գաղափարախոսությունը վերցրեցին, իմիջիայլոց դա Թուրքիայից չի եւ թուրքերից չի։ Այդ թուրքականության, այսինքն թուրանիզմի գաղափարախոսությունը մտահղացողները օտար են, թուրք չեն։ Տարբեր ազգություններից մարդիկ կան եւ դրանք վերցրեցին այդ
այսպես ասած բաբաներին այդ մտահղացման բերեցին Թուրքիա եւ սկսեցին դա առաջ տանել, որ մի ազգային թուրքական արդեն պետություն ստեղծվի։ Հիմա վերադառնալով մեր Հիմա կանք այո, դրա ամենակարևոր բաներից մեկը, օղակներից մեկը Թեշկիլատ Մախսուսի հիմնադրումն էր։ Իրենք կարիքը զգացին նման գազագերբություն ստեղծելու, գիտեք, Աբդուլհամիդի ժամանակ հատկապես Օսմանյան գասությունում հատկապես Աբդուլհամիդի ժամանակ հաֆիեների մի մեծ գազագերբություն կար, այսինքն գործակալներ երկրի կարելի ասել, այսինքն մի քիչ չափազանցված գեսը գործակալ էր ամբողջ ժողովուրդ ոնց որ սովետական միության ժամանակ մեկը մյուսին մատնում էր գային նաև հատուկ գործակալներ որոնք աշխատում էին այդ բանով փողով աշխատում էին իհարկե դա մի կողմ դրեցին իրենք կազմեցին իրենց սեփական անձնական բանը գազագերբությունը Թեշկիլաթը մախսուս է հadoop գազագերբություն հadoop գործեր պիտի աներ եւ շատ շուտ երևաց թե գլխավոր նպատակը ինչ է այդ գազագերբությանը գլխավոր նպատակը հայոց ցեղասպանությունը գազագերբել եւ իրագործել է հենց դրա համար իմիջիալոց այդ գազագերբության ղեկավարները նշանակվեցին դոկտոր Նազիմը եւ Բեհայեդին Շակիրը երկու արյուն ռուշտ երկու գործիչ Իմիջիալոց հետաքրքիր է դոկտոր Նազիմը անունը ասում է բժիշկ էր այդ բժիշկ մարդը որը երթում տված էր որ մարդկանց կյանք էր պետք է փրկե ամենագլխավոր հայատյացներից մեկը եւ ամենագլխավոր հայասպաններից մեկը դարձավ ինքը եւ ինքը ասում էր ես որպես բժիշկ ասում եմ որ եթե մարմնի մեջը թարախ կա դանագով պետք է ջղել եւ այդ թարախը մաքրել եւ մենք հայերի հետ կապված այդպես պետք է անենք մենք դանագով այսինքն սպանելով գտրելով մորթելով բիդե այս հարցը լուծենք եւ այս թարախը մեզնից մաքրենք ասում էր ինքը հենց իր խոսքերն են եւ դրա համար հետաքրքիր է նշանակվեցին բանակային ինչ որ սպաներ որպես ղեկավարներ իհարկե ինչպես ասի դոկտոր Նազիմ եւ Բեհայեդին Շակիրի հրամանատարության ներքո իրենք այդ գործով էին զբաղվում ամբողջ այդ պատերազմի ընթացքում 15 թվականից սկսած եւ բանդերից վերթերից ազատեցին հատկապես ծանր հանցանքներով նստած մարդկանց կամ մահվան դատապարտվածներին ասենք մարդասպանություն, բազմագի մարդասպանություն, կողոպուտ եւ այլն իրենց արժեվ մի ընդրություն էր դրվում ասում էր այսպիսի գործ կա եթե ուզում ես կմասնակցես մեր հրամանատարության տակը, այսինքն մեզ պիտի ենթարկվես ու ազատ գաբրես, չէ կախաղան չենք անե քեզ չենք կախի ու չես էլ նստի։ Քեզ ազատ կթողնենք, հել դեռ մի բան էլ փող կունենաս, բադիվ կունենաս, հարկանք կունենաս եւ այլն։ Բայց այսպիսի գործ պիտի կատարես։ Եթե չէ, կամ քեզ կախաղան կանեն, կամ էլ կնստես ամբողջ կյանքդ։ Իհարկե մեծ մասը սիրով համաձայնվում էին սրանց եւ այդ մարդկանց հատուկ ինչ որ ունիֆորմներ էին տալիս իրենք բանակի մաս չէին կազմում իրենք շատ գերմանական SS-ի պես խելոք հետո գերմանացիք սրանցից սովորեցին չէ բայց այն ժամանակ էլ չէ գերմանական հատուկ ստորաբաժանումներ կային Օսմանյան կայսրությունում այդ բաները վերահսկում էին այդ նման գործողությունները օգնում դրան էլ կանտրադառնանք եթե ուզում եք իրենք բանակին չէին ենթարկվում եւ հետաքրքիրը ինչ է բայց չէին ենթարկվում իրենք նաև ավելի բարձր էին քան բանակի հրամանատարությունը այսինքն կարող է Կոստանդնոպոլսից հրաման գար այդ հրամանը ձեռքնին ինչ որ հատուկ կազմակերպության ներկայացուցիչը գնում էր գուսակալի մոտ եւ հրանգը դնում էր սեղանի վրա ասում էր այսպես պիտի լինի եւ հրանգում էր ուղղակի թե գուսակալին թե ասենք բանակին, եթե գեներալ մենարադիավան, եթե կարիքը կա։ Իրենց հրամանատարությունը բանակային հրամանատարությունից ավելի բարձր է հանգի, ավելի բարձր էր։ Իրենց իրավասությունները ավելի բարձր էին եւ իրենք չէին ենթարկվում ոչ մեկին, ոչ կուսակալին, ոչ բանակին, ոչ գեներալներին եւ այլն փաշաներին, այլ իրենք ենթարկվում են ուղղակի Կոստանդնոպոլսին, ուղղակի բանին, Բեհայեդին Շակիրին, դոկտոր Նազիմին եւ
Էնվերին, Թալատին եւ այլն։ Այսինքն իրենց հրանքները, իրենց հրամանները ստանում են ուղակի մի գծով, առանց ոչ մի գուսակալով, առանց բանակով եւ այլն։ Եվ իրենք կարող են, ինչպես ասեցի, բանակին հրահանգ տալ, իրենք կարող են հրաման տալ։ Այսինքն եկապաշան պիտի ոևէ մի իրենց ասենք ինչ ասենք սերժանտին իրենցի խոսքը լսեր, իր հրամանը կատարեր։ Իրենք իրավունք չունեին չկատարելու ոևէ իրենց մեկի հրամանը։ Սա էր խնդիրը։ Եվ իրենք ուղարկվեցին այն ժամանակ հատկապես արևելք, այսինքն Թուրքիայի արևելք, արևմտահայաստան եւ սկսան կազմակերպել այս ամեն ինչը։ Տեսեք գյուղական վայրերում դա հեշտ էր, իրենք գնում էին քրդերի մոտ եւ ասում էին դուք պիտի այս գործը կատարեք, այդ ձեր հարևան գյուղերը պիտի ոչնչացնեք, ինչ ունեն ձեզ է պատկանում, դուք կարող ամեն ինչ վերցնեք։ Այդ գործերը քրդերը սիրով եւ շատ լավ կերպով անում էին, ինչպես գիտենք, իսկ քաղաքներում ավելի շատ այս թեշկիլատը մախսուսեն էր աշխատում։ Թուրքերը զգուշացան բանակը այս գործերի մեջ խառնելուց եւ շատ ճիշտ արեցին իհարկե իրենց կողմից այսինքն այսպես բարձրաձայնվեր, հա, բանակի շարքերից դուրս կգար նաեւ եւ բանակի հեղինակությունը կընկներ նաեւ եւ ամբողջ աշխարհում էլ կասվեր թե տեսակ Թուրքիան կատարեց այս բանը, բանակն է անում, իսկ այսպես իրենք կարողություն ունեն եւ անում են դա, ասում են դա մենք չենք արել, դա ինչ որ բանդաներ են արել, բամա մենք ինչ անենք, բայց ոչինչ որ այդ բանդան են ստատ թեշկիլատը մախսուսաներ եւ հենց իրենց էր ենթարկվում, բայց ներքին օղակներով իմիջիայլոց այդ բոլոր հրամանները, այդ բոլոր հրանքները, որոնք թեշկիլատը մախսուսային դրվում էին եւ թեշկիլատը մախսուսեն այդ հրամանով գնում էր ասենք կուսակալի եւ այլն մոտը, այդ բանը չէին տալիս հանցնում այդ թուղթը, դնում էին սեղանի վրա, ասում էին կարդա եւ գործադրի։ Կարդացիր, հասկացար, եղավ, այդ թուղթը վերցնում էին եւ այդ թուղթը ոչնչացնում էին։ Գաղտնի գործակալություններ եւ ամեն ինչ գաղտնի էր այստեղ։ Իհարկե գաղտնին այնքան որ իրենց գործունեությունը գաղտնի, բայց ամեն ինչ բացահայտ էր արդեն, թեշկիլատը մախսուսային մասին բոլորը գիտեին եւ բոլորը ենթարկվում են թեշկիլատը մախսուսային։ Եվ մեծ քաղաքներում հատկապես այդ թեշկիլատը մախսուսան էր։ Այսինքն ինքը ավելի շատ SS-ի պես էր թե գեստապոյի։ Չէ, ավելի շատ SS-ի նման էր, գեստապոն ավելի Դե SS-ը նաև մարտական գործողությունների էր մասնակցում դրա համար։ Հենց դա է։ Իրենք կարելի ասել կիսամարտական էին, իրենք պատրազմի չէին գնում, իմիջիայլոց դա էլ շատ։ SS-ը գնում էր դրա համար։ Իրենք պատրազմի SS-ը հետագայում ուղարկեցին պատրազմական գործողությունների։ Այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կար։ Նաև խնդիր կար, որ SS-ը շատ էր հզորացել, շատ էր մեծացել։ SS-ը քիչ մը բակասացնելու խնդիր կար։ Դրա համար SS-ին ուղարկեցին ավելի շատ ռազմաճակատ, թե չէ SS-ը ուրիշ գործեր ուներ ինքը իրականում։ Իսկ գեստապոն ավելի շատ վերահսկող գործառույթ ուներ, թե երկրի ներսում, թե ասենք բանակի մեջ եւ այլն, նա կարելի ասել KGB-ի նման ներքին խժդժությունները կանխելու ավելի շատ դավաճաններին բռնել եւ այլն, այդպիսի խնդիրներ ուներ։ Իսկ SS-ը ուղակի գործ անելու իմիջիայլոց դրանք SS նշանակում է Zalschutz, Schutzstaffel, երկու դարբեր կար։ Իմիջիայլոց SS կար իմիջիայլոց հիմնականում ամենասկզբում դրանք պաշտպանական ջոկատներ համարին, որ սրահներում ժողովներ էին անում, այդ սրահի պաշտպանությունն էին գազմագերվում։ Zalschutz նշանակում է սրահի պաշտպանություն։ Հետագայում փոխվեց Schutzstaffel, այո։ Հիմա իսկ սրանք ուղակի այս գործով աշխատելու համար հիմնադրված են, հետո սկսեցին նաև թեշկիլատը մախսուսան ուրիշ գործերով էլ սպաղվել, ինչպես դուք ասացիք, մինչև Բարսկաստանից արաբական տարածքներ եւ այլն։ Առավելապես ինչ խնդիր էր լուծում, հա, ասենք օրինակ հյուսիսարևելյան Աֆրիկայում թեշկիլատը մախսուսան։ Թեշկիլատը մախսուսան այն բաններ, գազམ་ակերպություններ, որ այդ տարածքներում իհարկե աշխատում էր, ասենք որպես, ասենք CIA։ Հա։ Ինք Թուրքիայի CIA-ներ, այդ գործերներ անում, այդ գեղդոտ գործերը, ասենք ապստամբություններ
գլուխ բերել եւ այլն անգլիացիների դեմ, ֆրանսացիների դեմ եւ այլն, չնայած պետք է ասել, որ շատ հաջող չեղան այդ գործերում, ինչի, որովհետեւ իրենք արաբներին երկար ժամանակներ այնքան էին ճնշել, այնքան էին գոդորել եւ այլն, անգամ երբ որ բادرազմի մեջ մտավ Օսմանյան գայսրությունը առաջին համաշխարհայինի եւ սուլտանը, քանի որ ինքը նաև հալիֆե էր, այսինքն կրոնաբեդ դիտրոսոներ, ջիհադ հայտարարեց, այսինքն կրոնական սրբազան պատերազմ, արաբները չմասնակցեցին դրան, հակառակ որ իրենք բան էին, մուսուլման էին, հələ հակառակը Օսմանյան կայսրության դեմ այո, հակառակը Օսմանյան կայսրության դեմ պայքարեցին անգլիացիների, ֆրանսացիների հետ միասին, ինչի, որովհետև Օսմանյան կայսրությունից մի լավ բան չէին տեսել, միայն ջնշում էին, գեղեցում էին տեսել, մարդասպանություն էին տեսել, դրա համար իրականում ըստ Մարգարեի, ըստ Մուհամմեդի ուսմունքի պետք է բոլորը համախմբվեին անհավատների դեմ, սակայն այստեղ կատարվեց ճիշտ հակառակը, անհավատների հետ միացան եւ իրենց հավատագիցների դեմ պայքարեցին։ Այդ գործունեությունը ունեն, այսինքն հետագայում իհարկե Թեշկիլատը մախսուսեն փոխարինվեց ուրիշ մի կազմակերպության միթը, այսօրվա միթը Milli İstihbarat Teşkilatı կոչված, այսինքն թուրքական KGB-ն դրա շարունակությունն է։ Դրա շարունակությունն, այո, երբ որ Օսմանյան կայսրությունը փլուզվեց ու բանը հանրապետությունը հռչակվեց, Թուրքիո հանրապետությունը հռչակվեց Աթաթուրքի կողմից, հետաքրքիր ինչ է, թե իրենց կողմից էլ այնպես է, որ գամ բաներ, որ այդ բաների հետ կապված ընդունում են, որ իրենք Օսմանյան կայսրության շարունակությունն են, կամ բաներ, որ իրենք չեն ընդունում, որ Օսմանյան կայսրության շարունակությունն են, երբ որ իրենց հարմար է, օրինակ որպես պատմություն, որպես փառավոր պատմություն, իշխած եւ այլն գրաված է, դա ընդունում են, որ այո, մենք օսմանցիների շարունակությունն ենք, իսկ երբ որ ասենք հայոց ցեղասպանություն, չգիտես, այդպիսի բարդ մարդը, ասում են մենք դրա շարունակությունը չենք, մենք նոր պետություն ենք ասում են, այսինքն շատ լավ խաղում են իհարկե իրենք, սակայն Օսմանյան հատկապես երիտթուրքական Օսմանյան կայսրության շարունակությունն են, դա շատ բարձ է, առաջինը, որ Աթաթուրքը ինքը երիտթուրքական կազմակերպության անդամ էր, եւ երբ որ ինքը արդեն Անկարայում հռչակեց նոր բանը, հանրապետություն, այն ժամանակ երիտթուրք կազմակերպիչների գլխավորները բոլորը ձերբակալված անգլիացի գոյների կողմից պահվում էին Մալթա գլխում, իրենց ազատ արձակեցին, դա էլ մի ուրիշ պատմություն, դրա մասին խոսել եմ ես արդեն, նրանք գնալիք ուրիշ տեղ չունեին, եթե ոչ Անկարա, բոլորը կարելի է ասել, մեկ-երկու բացառություն կար, որ չեկավ Անկարա, բոլորը միահամուռ կերպով եկան Անկարա եւ իրենցով կազմվեց Թուրքիո հանրապետության առաջի մեջլիսը, այսինքն մեջլիսը, Թուրքիո հանրապետության առաջի մեջլիսը ուղղակի Օսմանյան կայսրության իտեատը թերակի մեջլիսի շարունակությունն է։ Դա պետք է իմանանք բոլորս։ Դրա համար էլ այսինքն դա բանի երիտթուրքերի գազագերբության եւ նրանց քաղաքականության շարունակությունն էր եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ այստեղ օթում մնացած Թեշկիլատը մախսուսան կար, դա էլ լավ սիրուն օգտագործեցին Աթաթուրքը եւ այն ժամանակվա այդ ղեկավարները վերցրեցին եւ կառուցեցին իրենցից Թուրքիո հadoop ծառայությունը, թուրքական KGB-ն կարելի ասել կամ CIA-ը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Թեշկիլատը մախսուսեն ստեղծվել է 1913 թվականին ու ուներ այդպիսի աշխարհագրորեն ընդգրկուն լրտեսական հետախուզական ցանց, այսինքն դրանից առաջ ինչ որ հիմք եղել է, չէ, որովհետեւ մի քանի տարում հաշվենք միջև հանրապետության ստեղծումը 10 տարի ինչ որ գործողություններ անցան առավել եւս պատերազմական ժամանակաշրջանում, այսինքն իրենց նախապես ինչ որ բազա էր պետք հենվելու, լրտեսական ցանցի բազա էր պետք, որ դրա վրա հիմնվի։ Չէ, այդքան չէ, որովհետեւ ինչպես ասեցի, ինչպես սփռվեց այդ Օսմանյան բանը, այդ գազագերբությունը, Աբդուլհամիդյանն այդ գազագերբությունը մի կողմ
թողնվեց այդ գործակալները եւ այլն, այդ այնց իհարկե ոստիկանական այդ ամբողջ կառույցը մնաց, իհարկե երիտուրքերի ձեռքը անցավ եւ իրենք բայց ինչպես ասեցինք այս կազմակերպություն, տեսեք անունը հadoop կազմակերպություն, հadoop նպատակի համար ստեղծված այս կազմակերպությունը, ինչպես ասում ենք, տեսեք 13 թվականին հիմնադրվեց եւ ինչ եղավ 15 թվականին սկսեց արդեն հայոց ճարտերը հենց դրա համար էր ստեղծված առաջնային նպատակ առաջնային այո հիմնական նպատակը դա էր հadoop նպատակի համար հadoop կազմակերպություն հետո այո հետո դա արդեն օգտագործեցին ուրիշ նպատակներով եւ ինչպես ասեցին դա հետագայում նաեւ բաներ վերածվեց թուրքական հadoop կազմակերպություններ այսինքն այսօրվա թուրքական հadoop կազմակերպության այսինքն թուրքական KGB-ի ասենք որ ավելի լաված կան կամ CIA հadoop կազմակերպության հիմքում գա բանը Թեշկիլատը Մախսուսան, որը ստեղծվել է հայոց ցեղասպանությունը կազմակերպելու եւ իրագործելու համար, ոչ միայն կազմակերպելու, այլև իրագործելու համար, իրենք են իրագործում նաեւ։ Եվ այսօրվա Թուրքիո Հանրապետության հիմքում, Թուրքիո Հանրապետության մեջլիսի հիմքում գա նաեւ երիտուրքերի կազմակերպությունը, ինչպես ասեցինք, այսինքն այն ամբողջ բանը վերնախավը, որը ղեկավարում էր Օսմանյան գայսրությունը, երիտուրքական Օսմանյան գայսրությունը, եկավ, սկսեց ղեկավարել Թուրքիո Հանրապետությունը, նախարարները, պարլամենտարները եւ այլն բոլորը նրանցից էին։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ, եւ այն ժամանակ իհարկե հիմքը տրվեց խորքային պետության շատ կարևոր է նաև այդ բանը շեշտելը խորքային պետության եւ դրա համար էլ մինչեւ այսօր կտեսնեք ազգանուններ որոնք դեռ առաջի մեջլիսից գոյություն ունեն Թուրքիո քաղաքականության մեջ այսինքն ուղիղ շարավիրներն են նախորդների այո Պարոն Լոկմագյոզյան, մեր եթերաժամանակը ավարտին է մոտենում, դեռ մի 2 րոպե կարող ենք զրուցել, ես ուղղակի մի փոքր հարց այսօրվա գործող այդ ցանցի վրով, հա, ցանցի պահով, հա, այդ թուրքական հետախուզական ցանցի, արդյոք ինքը էլի ընդգրկուն ինչ որ գործողությունների արեալ ունի, թե ուղղակի մերձավոր արևելքի սահմաններում կամ ինչ որ, չգիտեմ, էլի ինչ որ հայտնի դեպքեր իրենց գործողությունների կատարած արտասահմանում կամ ինչ որ Իհարկե անգամ ես քիչ առաջ դրա մասին էի ուզում ագնարկի երբ որ արդեն այսօրվա բանը կառույցը ստեղծվեց դա նաև երկրորդ համաշխարհային պատերազմում էլ արեց օգտագործեցին ինչպես որ քիչ առաջ ասենք Աֆրիկայի արաբական տարածքների մասին ասում ենք հիմնականում այստեղ անդեղ ինչ որ խժդուժություններ ապստամբություններ հրահրել եւ այլն եւ իրենք Գերմանիայի հետ միացած իհարկե Թուրքիան երկրորդ համաշխարհային պատերազմին չմասնակցեց երկու կողմից էլ ուզում էին իրենց կողմը քաշեին 9-ի ժամանակ շատ խելոք քաղաքականություն արեց եւ բահեց այդ հավասարակշռությունը սակայն այնուամենայնիվ իրենք տագից այսպես ասած համագործակցում էին գերմանացիների հետ եւ գերմանացիների հետ համագործակցելով հենց բանը այսօրվա միտը, ասենք, այդ կազմակերպությունը նաև գործողություններ էր կատարում Կովկասյան տարածաշրջանում, ոչ միայն թե հարավային Կովկասում, թե հյուսիսային Կովկասում։ Այսինքն աջակցում էր գերմանացիների Կովկասյան գործողությանը։ Այո, աջակցում էր Գերմանիային եւ այնտեղ ինչ որ բջիջներ էին ստեղծում, բանը գործողություններ էին իրականացնում, իհարկե իրենք ուղղակի չէ, սակայն այնտեղից մարդիկ գտնում էին, ֆինանսավորում էին եւ այլն, ուղարկում էին դեռ մարզում էին Թուրքիայում, ուղարկում էին եւ եղավ մի քանի անգամ, որ այդ պատերազմի ընթացքում եւ սովետական միություն արդեն մի քիչ շատ աղաղագող էր, մի քիչ շատացել էր այդ գործողությունը, մի քանի անգամ նոթա տվեց սովետական միությունը, գոնե մի երկու անգամ եղավ այդ գործը, թե սպիսի բաներ կատարում, այն ժամանակ իհարկե մի անգամից մեղմացնում էին, կանգնացնում էին գործունեությունները, հետո կամաց նորից էին սկսում։ Իմիջայլոց գիտեք որ գերմանացիները նաև դարբեր ազգություններից ինչ որ զորամիավորություններ էին լեգիոններ այսպես դրա նման մի բան այնպես էին անվանում բանը
հայկական էլ կար իհարկե, սակայն թուրքական էլ կար, ադրբեջանական էլ կար, սակայն թուրքականը ուղղակի կապ ուներ Թուրքիայի հետ։ Այսինքն թուրք, ասենք նախարար, պատգամավորներ, պետական գործիչներ գնում իրենց հետ հարաբերության մեջ էին մտնում գերմանացիների հետ եւ այլն իրենց հետ եւ դրա փաստերը կան, մինչեւ այսօր էլ կան դրա փաստերը, անգամ թերթերում գրվում էին ինչ որ բաներ, թե գնաց ստուգեց թուրքերի այդ թուրքական լեգիոնի այդ վիճակը եւ այլն օկնոտուն բաներ եւ համագործակցություն։ Հենց անմիջապես երևի Թուրքիայից էլ համալրվում էին շարքերը, Հիմնականում փորձում էին ոչ թե Թուրքիայից համալրեն, ոչ թե Թուրքիո քաղաքացիները համալրեն, այլ հենց հիմնականում այս կովկասյան այս ժողովուրդներից թուրքերից, այսպես ասած, վերցնում ու ուղարկում էին այնտեղ, օգնում էին, որ համալրվեն այդ բանը։ Այսինքն այն մարդիկ, որ իրենց տարածք էին փախնում, նրանց մի մասը ուղարկում էին նաև այնտեղ, մի մասը օգտագործում էին այս տարածքում։ Եվ բայց հետո հետագայում գիտեք ինչ եղավ, երբ որ պատերազմը ավարտվեց, երբ որ Թուրքիան պատերազմ արեց Գերմանիային, այո, սովետական միությունը արդեն հաղթող եղավ, սովետական միությունը պահանջեց Թուրքիայից այդ բոլոր փախստականներին, որոնք նաև ինչ որ գործողություններ էին կատարում իր այսինքն Կովկասյան տարածաշրջանում, եւ ինչ արեց Թուրքիան, բոլորին հանձնեց։ Այդ մարդիկ, որոնց իրենք թուրք էին գոչում, դուք մեր եղբայրներն եք ասում էին եւ այլն, այդ բոլոր մարդկանց կարծեք դա ասենց մի փաթեթ արեցին ու բոլորին հանձնեցին, իմանալով որ բոլորին կնդական եւ դրանք բոլորին կնդակարեցին սովետները։ Պարոն Լոկմեգզյան, երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի երևի թե հենց այդ թուրքական հետախուզական կազմակերպության հետաքրքրական շրջաններից մեկն է գործողությունների, դեռ էլի կարող ենք զրուցել այս թեմայով, բայց ցավոք մեր եթերաժամանակը ավարտին է մոտենում, այս եւ նման այլ թեմաների խոստանանք անդրադառնալ մեր մյուս հաղորդումների ընթացքում, իսկ սրանով այսքանը, շնորհակալություն հայտնենք նաեւ մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին ուշադրության համար, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագոզյանը։ Ստեսություն։